Եթե հետևենք ամերիկյան հայտարարություններին, ընդ որում ամենաբարձր մագարտակով, նախագահի մագարտակով, որոշակի լավադեսության ենթահող ձևավորել էին արդեն մի քանի օր առաջ, ասելով, որ ուրեմն անագնկալ ունեն եւ շատ մոտ են խաղաղության, քիչ առաջ եւս Սպիտակ տնից համահունչ հայտարարություն է հնչել, որ շատ մոտ են խաղաղության համաձայնությանը, բայց կարծում եմ, որ միանշանակ այդպես միանգամայն խաղաղության մասին խոսելը թերևս վաղահաս է, որովհետև անորոշ կետեր կան, ճիշտ է, որ ամերիկյան նախագիծ էր փոխանցվել 21 կետանոց, բոլոր կետերը չէին, որ պաշտոնապես բացահայտվել էին, բայց բարձ էր, որ գերիների փոխանակումը առանցքային կետն է, ազատ արձակումը, իսրայելյան զորքերի աստիճանական հեռացումը, Գազան համասազերծ անելը, ուրեմն եւ այնտեղ նոր իշխանություններ ձևավորելը, որ թերևս անորոշ է, շատ է խոսվում Ռամալլա, Գազա, միացույլ, միացև, միատեսակ իշխանություններ ունենալու հնարավորության մասին, թերևս բարձ չեն նաև ուրեմն այնտեղ ձևավորվելիք իշխանությունների լիազորությունները, բայց նաև քաղաքական առումով, որովհետև առընթեր գնում է Պաղեստին պետության ճանաչումը, դիվանագիտական աշխուժացում է ապրում, եւ թերևս Պաղեստինի տարածքի սահմանները հստակ չեն